Հետաքրքիր կլինի իմանալ, թե ինչ խորհուրդ ունի ճրագալույցը։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցու 5 տաղավար տոներից երկուսին՝ Սուրբ Ծնունդին եւ Սուրբ Զատկին նախորդող երեկոյան, բոլոր հայկական եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ։ Այն ընդունված է կոչել ճրագալույց, որ նշանակում է ճրագ լուսանել կամ ճրագ վառել։ Այսինքն նախօրեին երեկոյան արդեն վառում ենք ճրագները եւ մուտք ենք գործում տոնի խորհրդի մեջ։ Նաեւ եկեղեցական կարգի համաձայն նոր օրը սկսվում է երեկոյան ժամը 6-ից։ Քրիստոսի ծնունդը կեսգիշերին եղավ, իսկ մկրտությունը կեսօրին։ Ըստ այդմ ճրագալույցի պատարագը կատարվում է Հիսուսի ծննդյան, իսկ առավոտյան պատարագը նրա մկրտության խորհրդով։ Ճրագալույցի պատարագի ընթացքում խորանից ընթերցվում է Դանիելի մարգարեության մի ընդարձակ հատված։ Այն պատմում է Դանիելի եւ նրա 3 ընկերների՝ Սեդրակի, Միսակի եւ Աբեդնագովի քաջարի հավատքի մասին, թե ինչպես նրանք չհնազանդվեցին Նաբուգոդոնոսոր արքայերամանին եւ նետվեցին կրակե հնոցի մեջ, սակայն հավատարիմ մնալով իրենց Աստծուն չայրվեցին։ Սուրբ Պատարագի ժամանակ քրիստոնյաները միմյանց ավետում են բարի լուրը. Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ, օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի։ Հունվարի 5-ին ճրագալույցի պատարագից հետո մարդիկ ճրագ են տանում իրենց տները, որը խորհրդանշում է Հիսուսի փրկչական լույսը։ Շատ կարևոր է Սուրբ Պատարագից հետո եւ առաջիկա օրերին կատարել Սուրբ Ծննդյան տնօրհնեք, որը Տիրոջ օրհնությամբ տարին սկսելու եւ այդ օրհնության մեջ պտղաբերելու երաշխիքն է։